Բարև ձեզ։ Օրինակը վերցնում եմ կամայական պատահական։ Ենթադրենք, Լիբանանում հայկական դպրոցների ցանցը պակասում է։ Քիչ են գնում։ Հայկական դպրոցները, այդ վարժարանները ապրում են անկում։ Ու ինչ են ասում մեզ մեր սիրելի մեկնաբանները, Facebook-յան բլոգերները։ Ինչ որ օտար ուժեր, չար ուժեր աշխատում են մեր դեմ, որ մեր ազգի մշակույթը ոչնչանա։ Լիբանանի հայկական դպրոցների խնդիրը լրիվ պատահական բերեցի։ Կարող եք դպրոցներից, գիտությունից, պետությունից, ընդդիմությունից, ինչից կարող եք օրինակ բերել, պատմությունից, պատմական դեպքերից։ Հարցը ինչումն է, որ չեն ասում, որ Լիբանանում, ենթադրենք Լիբանանում, օրինակը Լիբանանի վրա են բերել, Լիբանանով շարունակեմ։ Վիճակը վատ է, ստաբիլ չէ, խնդիրներ կան։ Ամբողջ լիբանանյան բնակչության հետ միասին նաև հայ ազգն է կրում ինչ-որ զրկանքներ, արտակախտ, այդ իսկ պատճառով Լիբանանի հայկական դպրոցների վիճակը վատացել է։ Սովորական, հասարակական, քաղաքական պրոցես, որը դնում են մի կողմ ու սկսում են ինչ-որ միֆական հեքիաթներ հորինել։ Հարգելիներս, հասկացաք չէ, որ Լիբանանի հայկական դպրոցների օրինակը լրիվ պատահական բերեցի։ Խնդիրը նա է, մեզ ինչպես են ներկայացնում խնդիրները։ Հիմա տեսեք, մեր ազգը նստում է, այդ բլոգերներին, այդ չգիտեմ Facebook-յան մեկնաբաներն, որ լսում են, ու սկսում ենք մենք մեր ամբողջ կյանքում չար ուժերի դեմ կռիվ տալ։ Ոնց որ Դոն Կիխոտն էր կռիվ տալիս, չգիտեմ, հորինված հողմաղացների դեմ։ Բայց աշխարհն ունի իր օրենքներն, իր օրինաչափությունները, հասարակական, քաղաքական, տնտեսական պրոցեսներ։ Երբ մենք դրանց ուշադրություն չենք դարձնում, սկսում ենք միֆերով ապրել, այդ խնդիրները չեն կորչում։ Մենք այդ խնդիրներին դիմակայելու, ադապտացվելու փոխարեն մենք մնում ենք նրանց տակ։ Երևի թե հայրենասիրություն է նստել եւ ասել հայկական հզոր կապիտալ կար, ես չգիտեմ, հայկական նավատոր Ինդոնեզիայում, չգիտեմ, որտեղ անգլիացիները եկան, անգլոսաքսերը մեզ խանգարեցին։ Միգուցե մի քանի հայրենասերի հոգին դրանից փառավորվի։ Բայց չեն հասկանում, որ ասենք չարչիական կապիտալին գալիս է փոխելու, ենթադրենք արդյունաբերական կապիտալը, չարչիական բառը մի քիչ կոպիտ ասեցի։ Ու այդ ժամանակ քո կապիտալը, քո հայ աշխարհում պատրաստ էր դրան, թե ոչ։ Չեն ասի ձեզ, չեն ասի, որովհետև դրանք հայրենասիրական հույզերի վրա ցանկանում են լայքեր հավաքել, պոպուլյարություն հավաքել, հետևորդներ հավաքել։ Այդ հայկական հզոր առևտրական նավատորմի, չգիտեմ ինչ խոսացողները ձեզ ասել են, որ մի ժամանակ աշխարհի ծովերին ճեղքել, ասենք, Փյունիկյան նավատորմը։ Հետո հունական, հետո բասկերը, առևտրական չէ, կետորսությամբ են զբաղվել բասկերը։ Իսպանիայից հասել են վերևներ, կետորսությամբ են զբաղվել, կետը պակասել է, այդ մարդկանց բանուգործից կտրվել են։ Լավ, շատ հեռացա, ինչ եմ ուզում ասել։ Հարցերը, խնդիրները ազգային ունեն իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական պատճառները, իսկ մենք դրանց միֆականացնում ենք։ Հաճախ ովքեր շատ հաճախ Facebook-յան կամ չգիտեմ YouTube-յան բլոգերները, ինչ է պետք նրանց ձեր թանկ ժամանակը վերցնել, ձեր թանկ ժամանակը ձրի անվճար ձեզանից վերցնել եւ վաճառել գովազդատուների վրա։ Եվ դուք լսում եք նրանց։ Օրինակ, ձեզ ինչ է թվում, ես չեմ կարող ասեք այդպիսի վիդեոներ անել, բլոգերությամբ զբաղվել, չգիտեմ, հարստական բանականությունը վերջի գալիս օգնելու։ Կարող եմ, չէ՞։ Մեզ չեմ անում, չեմ ուզում դες խաբել։ Ուրեմն քիչ լսեք դրանց։ Հետո մի հասարակ բան էլ պիտի հասկանաք, տեսեք, մարդիկ խոսում են տարբեր թեմաներից, ամեն օր պիտի մտնեն եթեր ու խոսեն, իրենց բան ու գործն է դա։
Ժողովուրդ, մարդը ամեն օր կարող է նստել խորացված թեմաներ ուսումնասիրել։ Այդ ինչ գիգանտ են, նորմալ հայերեն այդ մարդիկ չեն կարողանում խոսել։ Նորմալ պատմական, հասարակական, քաղաքական գիտելիքներ չունեն ու ասում են այսօր մտա եթե վաղը ուշացա, հեսա վաղն էլ կմտնեմ, այսպես գնաց ամեն օր իրանք մտնում են եթե։ Ինչից են խոսում։ Ոնց կարող է մարդը ժամանակ գտնել ամբողջ օրը եթերում լինի ու ամեն անգամ նոր ասենք խորքային թեմաներ ուսումնասիրեն։ Չկա տենց բան։ Չկա։ Մտնում են ձեր ժամանակը անվճար վերցնելու եւ թանկով վաճառելու։ Եվ դուք էլ սիրում եք միֆերով մտածել։ Միֆերի հետևից գնալ։ Եթե չսիրեք, լայքեր չեք դնի, այդպիսի մարդիկ պոպուլյարություն չեն ունենա։ Ինչպես է զարգանում, ասենք, ալտերնատիվ գիտությունը։ Վերցնենք պատմագիտությունը։ Մարդը փոխանակ, ասենք, նստի տարիներով դրա համար համալսարան, ինստիտուտներ կան, ֆակուլտետներ կան, սովորել պատմություն։ Մեկ էլ կնստեն մտ չեղած տեղից մտ բան կհենթադրեն, կիսատ պռատ կհորինեն կկպցնեն իրար, կդառնա պատմական թեստ, բայց կարևորը ձեզ հաճելի լինի, դուք լսեք դա, դրա համար ձեր ժամանակը ծախսեք։ Այսինքն դիլետանտության մի հատ շքերթ է։ Ու դրա պահանջարկներ կա, որովհետև մարդը խորը չի կարող վերլուծել, ցանկություն չունի վերլուծելու։ Ինչի ժամանակը նստի տրամադրի ինչ որ մի թեմայի խորքային ուսումնասիրությանը, երբ որ ինչ-որ մեկը կարող է ասել, չգիտեմ, ռուսներ են ամեն ինչում մեղավոր, այն մյուս ասի ամերիկացի անգլոսաքսերն են մեղավոր, այն մյուս ասի հրեաներն են մեղավոր, ու ինքը կվերցնի իրեն ցանկալին։ Եթե ես չեմ սիրում հրեաներին, մեկը որ ասի ամեն ինչում հրեաներն են մեղավոր, մասոններն են մեղավոր, ես պիտի գնամ դա լսեմ, ենթադրենք։ Մեկը հակառուս է, ամեն ինչում պիտի ասի ռուսներն են, լսի ամեն ինչում ռուսներն են մեղավոր, դրա հետևից գնա։ Ու մենք չենք գնում խորքային վերլուծության, հասկանանք խնդիրներն ինչից են։ Այսինքն մենք մեր միֆասիրությամբ ձգտում ենք միֆի, ձգտում ենք նրան, ինչ մեր սրտին մոտ է, լսում ենք նրանց ու տեղ ենք տալիս այդ ապա ինֆորմացիային, այդ ապա տեղեկատվությանը։ Այնպես որ նման բլոգերներից դու լսեք, չէ կարող չլսել, ուզում եք ձեր ժամանակը մի կետ պարպեք, բայց իմացեք, որ նրանք ամենագետ չեն։ Ամենագետ չէ, մի, չգիտեմ, նայում ես մարդը նորմալ խոսել չգիտի, ինքը ոնց կարող է հայ-թուրքական հարաբերությունները վերլուծել։ Այդ մարդը Օսմանյան կայսրությունից տեղյակ չէ, նա ոնց կարող է Թուրքիայի մասին, ասենք, հայ-թուրքական հարաբերությունները վերլուծել։ Մարդուն հարցնես ով է Տուղրիլ Բել, ինքը չգիտի։ Դուք դրանց լսում եք։ Կլինի Ռուսաստան, կլինի Թուրքիա, то կլինի, չգիտեմ, ինչ ուզում է լինել, մաթեմատիկա, հասարակ մարդիկ մաթեմատիկայից գաղափար չունեն։ Մեկ էլ նստում են ինչ-որ Մեսրոպ Մաշտոցի այբուբեն են թվայնացնում, ասում են Մեսրոպ Մաշտոցը մեծ մաթեմատիկոս էր, նա թվայնացված այբուբեն տվեց մեզ։ Դուր չեք ասում։ Դա կարող է ասել մարդ, որ մաթեմատիկայից տախտակ է։ Այդ ինչ մաթեմատիկական թեորեմներ է թողել Մեսրոպ Մաշտոցը։ Շիֆրովանիա, ծածկագրություն ցանկացած խելացի դպրոցական էլ կարող է անել։ Չկարելի։ Մի քիչ կամուկածով վերաբերվեք այն ինֆորմացիային, որին հետևում եք։ Լավ մնացեք ընկերներ ջան։